Կալուգացի օլիգարխը 50 դուբլից նոր հանճարեղ մտքեր է երկնել, լսենք։ Փաշինյանը ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչը մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Ամեն ինչ արեց, որ թշնամացնի, օրինակ ինչ, որ հանդգնեց բողոքել, թե ինչի է Բելարուսի նախագահ հրապարակային հայտարարում, որ իրենք 44 օրյա պատերազմը Ադրբեջանի հետ են պլանավորել։ Կամ ինչ, որ հանդգնեց բողոքել, թե ինչի հապ կչոքնեց մեզ, երբ որ մեր վրա հարձակվել էին, հա? Կառույց, որի գոյության միակ իմաստը անդամ երկրին աջակցելն է, երբ որ հարձակման է ենթարկվում, հա? Կամ ինչ արեց, որ հանդգնեց բողոքել, թե ինչի է Լաչինի միջանցքը շրջափակվում, երբ որ ընդդեմ ռուս խաղաղապահները պիտի լինեն, կամ ինչի է Ղարաբաղի հայությունը ռուս խաղաղապահների հայացքի ներքո ստիպված լքում իրենց տները, հա? Ինչ արեց։ Պատասխանի, այ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալի կատարածու, այ ուղարկված։ Բայց դու ինչ էիր անում այդ օրերին։ Կարող է դու կոչ էիր անում երկու կողմերին դիվանագիտորեն սեղանի շուրջ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Կարծես դու արտգործնախարարությունն է Շվեյցարիայի։ Խելքներից ձուն գա։ Նստած ինձ համար գործ էի անում, մեկ էլ շրախ 300,000 ադրբեջանցի բերելով մենք ստիպված ենք լինելու հայկական բանակում ունենանք ամենակիչը 10,000 ադրբեջանցի ծառայողներ։ Ես հասկանում եմ, որ քաղաքական անմեղսունակությունն ու դատարկամտությունը երբեմն կարող են սահմաններ չունենալ, բայց ոնց հասկացա, կալուգացի օլիգարխի դեպքում դրանք անսահման են։ Լավ, բայց հավաքվածներից մեկը չհարցրեց, թե 10,000 ադրբեջանցին գալիս է մեր բանակում ծառայի, որ ինչ անի։ Մեզ ումից պաշտպանի։ Ադրբեջանից։ Գիտեք, սա որ դեպքն է։ Երբ կալուգեցի օլիգարխը մի սուտ ասել է 300,000 ադրբեջանցի Հայաստան գալու մասին, հիմա ստիպված է բազմաթիվ նոր ստեր հորիներ առաջին սուտը կոծկելու համար։ Հեքիաթ ասած սուտ ասանը։ 2025 թվականի նույն այս օրերին ընդդիմությունը սգում եւ ողբում էր Կիրանցի եկեղեցու կորուստը, ասել է, թե այն մնալու է ադրբեջանական տարածքում, մեղադրելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ 2026 թվական մայիսի 2 հենց այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ օծվեց Կիրանցի նույն Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ ընդ որում նաեւ վերականգնվել է եկեղեցին եւ պետական բյուջեից հատկացվել են միլիոնավոր դրամներ։ Եվ կրկին ու կրկին ընդդիմության տարբեր շրջանակներ գնացին եւ բախվեցին իրենց հորինած ստերի պատին։ Արագ մի բան ասեմ, այն բոլոր կուսակցություններին եմ դիմում, ովքեր մասնակցում են այս գալիք ընտրություններին։ Դուք այս ձայնագրությունների հետ կապված, այս ամենօրյա բացահայտումների հետ կապված ասելիք դիրքորոշում ունեք, թե չունեք։ Դուք մասնակցում եք այս ընտրություններին, թե չեք մասնակցում այս ընտրություններին։ Մի բան ասեք։ Друзья, смотрите уровень демократии и безопасности в Армении. Сижу в ресторане, просто сидим, кофе пьем, общаемся. И рядом вот такая картина, вот буквально в 3 метрах от меня. Куча народу и стоит премьер-министр. Вот он стоит и фотографируется со всеми желающими. Гостиница «Мариот». Я вот удивляюсь. Неужели он не переживает, что кто-то что-то с толпы там, ну вот, смотрите, сидим просто в ресторане. Наверное, это говорит о том, что Армения это одно из самых безопасных стран